Ես կարող եմ վերջին տվյալը ձեզ ներկայացնել մայիսի 20-ի դրությամբ, որ ունեմ ձեռքիս տակ, մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել էր ուրեմն քաղաքացիություն ստանալու համար եւ նույն օրվա դրությամբ մենք ունենք արդեն 8315 անձ, ով ստացել է Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, գիտեք, որ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն չափահաս անձինք, անչափահասների պարագայում անձնագրի փոփոխությամբ, ծնողների քաղաքացիության ստանալու պարագայում անձնագրի ուրեմն փոփոխությամբ կարող է երեխան նույնիսկ ծնողներից մեկի քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ուրեմն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2000-ից ավելի դեպք ունեինք նաև անչափահասների պարագայում ինտենսիվությունը նկատում ենք որոշակի ակտիվացում, եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում 40-ից 50-ի չափ մենք օրական նմանատիպ դիմումներ ենք ստանում, ըստ այդմ այսքանը։ Ինչու եք պայմանավորում այդ ակտիվությունը ձեր կարծիքով Երկու էլեմենտ իմ կարծիքով բնականային ծրագիրը բնականաբար առաջինը դա շատ կարևոր է այս իրավիճակն է, սակայն կարծում եմ նաև այստեղ իրազեկման էական կոմպոնենտ կա, գիտեք, որովհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության թեմատիկայի շուրջ բավականին միֆեր են հյուսվել Եվ այդ միֆերը բավականին լայն տարածում են ստացել երբեմն հիմքեր չունենալով իրականության մեջ ընդհանրապես որևէ իրավական հիմնավորումներ չունենալով որևէ ոչ միայն իրավական այլ իրականության հետ կապված որևէ հիմնավորումներ չունենալով մենք հնարավորինս ինտենսիվ փորձել ենք իրազեկման աշխատանքներ իրականացնել եւ մարդկանց բացատրել այս բավականին բարդ Թեման դյուրին չէ, ընդունում եմ եւ բազմիցս անձամբ էլ բախվել եմ այս իրավիճակին Տիկին Գզիրյանն ինձ հիշեցրեց իմ տարիների աշխատանքը նաեւ այս ուղղությամբ բայց վերջին շրջանում նկատում ենք, որ մարդիկ արդեն ընկալում են, որ իրավական առումով անհրաժեշտություն կա երկարաժամկետ իրավական կապ ստեղծել Հայաստանի Հանրապետության հետ։ Իսկ երկարաժամկետ իրավական կապը Հայաստանի Հանրապետության հետ կարող է դրսևորվել միմիայն քաղաքացիության ճանապարհով։ Հա, ներողություն եմ խնդրում, այդ վիճակագրությունը ազգային անվտանգության ծառայությունից դեռևս ստանանք, որովհետև սահմանահատումների հետ կապված տվյալները իրենց մոտ են, իմ ձեռքի տակ նման տվյալներ չունեմ այս բանը։